երբ մենք գնում վիրահատական բուժման։ Եթե մենք խոսում ենք միամոմենտ սուր վնասվածքային վիճակների հետ, անմիջապես են գնում։ Եթե պացիենտը մեզ դիմում է մենիսկի տրավմատիկ վնասվածքով, որևէ կապանի վնասվածքով, ոսկրի նեյրոդային ոսկրի կոտրվածքով կամ եւ այլն, որ պահանջում միամոմենտ, այո։ Մյուս տարբերակը երբ որ գործ ենք ունենում քրոնիկական խնդիրների հետ, օրինակ արտրոզի մաշվածության հետ, տվյալ դեպքում մաքսիմալ աշխատում ենք հոդը ուշ տանել վիրահատական բուժման։ Ինչի համար, որովհետեւ ինչքան ուշ մենք վիրահատենք այդ հոդը, այսինքն ինչքան ուշ, եթե մենք խոսում ենք էնդոպրոթեզավորման մասին, այսինքն եթե այնպես է մաշված, որ պետք է արդեն ցուցում դնել վիրահատական էնդոպրոթեզավորման, բայց եթե ունենք շանսեր գոնե մի տարի կամ 2 տարի այդ հոդի կյանքը երկարացնելու, մենք գնում ենք դրան միանշանակ, որովհետև այս երկիր մոլորակում չկա որևէ մի արհեստական հոդ, որը կարող է կրկնել անատոմիական հոդի կենսամեխանիկան, հնարավոր չի ֆունկցիոնալությունը կրկնել։ Մենք ստանում ենք բնական հոդի փոխարեն արհեստական հոդ, որը կատարում է շարժում եւ թույլ է տալիս պացիենտին շարժվել, ապահովել դինամիկան։ Նույն ֆունկցիոնալությունը չունի եւ չի կարող փոխարինել, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Անատոմիական հոդին ոչինչ չի կարող փոխարինել, բայց մենք կարողանում ենք հարցին արմատական լուծում տալ։ Մենք ունենք խեղաթյուրված հոդ, որի հետ ոչինչ անել չենք կարող, մենք ունենք տձևացած հոդ, ամբողջական մաշված հոդ, պացիենտը ի վիճակի չի քայլելու։ Դե գոնե շարունակությունն եք վերականգնում։ Տվյալ դեպքում մենք ունենում ենք արմատական լուծում այս հարցի։ Մենք բնական հոդի այդ հոդը արդեն չաշխատող հոդ է։ Դրա փոխարեն ունենում ենք արհեստական հոդ տեղադրված, որը թույլ է տալիս պացիենտին ակտիվ շարժվել, որոշ պացիենտների դեպքում նույնիսկ պացիենտները կարողանում են վազել, կարողանում են ակտիվ սպորտով զբաղվել, եւ վերջո կա այսպիսի հասկացողություն, երբ որ օրինակ էնդոպրոթեզ տեղադրելուց հետո, եթե առաջին 1, 2, 3 ամիսների ընթացքում, այսինքն մոտակա ժամանակահատվածում պացիենտի ուղեղը, գլխուղեղի կեղևը հսկում է ամեն ինչ, այսինքն հասկանում է, որտեղ արհեստական հոդ է, որոշ ժամանակ հետո ուղեղը արդեն չի հսկում, որովհետև այնտեղից գնում են արդեն բնականon պրոպրիոցեպցիոն ազդակներ, այսինքն խորանի զգայական ազդակներ, եւ ուղեղը հասկանում է, որ դա արդեն իր սեփականությունն է, եւ պացիենտը արդեն քայլում է առանց մտածելու։ Այդ որոշ դեպքերում, բայց կարող է հակառակ դեպքում չընդունի, հա, օրգանիզմը, այսպես ասենք։ Չընդունի օրգանիզմը, տեսեք, տեսականորեն կարա չընդունի։ Ցանկացած օտար նյութ, որը տեղադրվում է օրգանիզմում, այսինքն իմպլանտ կոչվածը, կապ չունի ինչ ենք ծնկահոդի իմպլանտ, այլ հոդի իմպլանտ կամ փոքր խարիսներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ցանկացած, այսպես ասենք, ցանկացած օտար բան, որը մնում է հոդում, անվանենք կամ օրգանիզմում անվանենք իմպլանտ։ Նրանց կազմությունները բազմազան են իմպլանտների։ Անկախ դրանից թե ինչ կազմություն ունի, օրգանիզմը կարա դա չընդունի։ Օրգանիզմը համարի, չնայած որ արտադրողները, այսինքն այս ամեն ինչը արտադրվում է այն կարևորագույն ֆակտորը հաշվի առնելով, որ օրգանիզմի նկատմամբ դա լինի ինտակտ, այսինքն օրգանիզմի իմունային համակարգի կողմից գրոհի չենթարկվի եւ ընդունվի։ Չնայած լինում են դեպքեր, այսինքն տեսականորեն նկարագրված է, բայց դա լինում է շատ սակավ դեպքերում միլիոնից մեկի մոտ, ես չեմ տեսել, ես չեմ հանդիպել, չեմ էլ լսել, որ իմ ընկերները պատմեն, որ օրինակ ինչ-որ մի իմպլանտի նկատմամբ եղել է անհանդուր ժողականություն։ Բայց տեսականորեն գիտենք, որ կարող է պատահել։ Կարող է, բայց մեծ ծավալային վիրահատությունների դեպքում այլ խնդիրներ էլ կարող են լինել։ Օրինակ հոդը բորբոքվի կամ օրինակ նույն օստեոպորոտիկ ոսկրի պայմաններում, եթե ոսկրը շատ թույլ է, մենք աշխատում ենք այդ ոսկրային համակարգը պնդացնել մի քիչ, նոր էնդոպրոթեզ տեղադրել, որտեղ ի վերջո ոսկրը դա այն հենքն է, որի վրա մենք կառուցում ենք այդ համակարգը։ Այսինքն, օրինակ, տան հիմքը պիտի ամուր լինի, որ տունը ամուր լինի։ Այսինքն, դրա վրա է կառուցում, որտեղ եթե ինքը գնալով թուլանա, այդ էնդոպրոթեզը կփոկվի, եւ այստեղ էնդոպրոթեզը որևէ մեղավորություն չունի, այսինքն ոսկրի համակարգն է արդեն թույլ։ Համակարգը թուլանում է եւ մենք ստիպված ենք լինելու երկրորդ վիրահատության դրան։ Դրանից է որ բժիշկները մինչեւ վերջ փաստորեն պայքարում են, որ մարդու հենց օրգանիզմը աշխատի, հոդը։ Պետք է անես ամեն ինչ, այսպես ասած, որպեսզի, բայց եթե տեսնում ես որ պացիենտը ցավից տառապում է, էլ չկա տարբերակ, պետք է գնալ արդեն վիրահատական բուժման։ Ասեցի, գործ ենք ունենում եւ տարեց պացիենտների հետ, եւ երիտասարդների հետ, երիտասարդները հիմնականում մեզ դիմում են այնպես միամոմենտ վնասվածքներով, ներհոդային կառույցների վնասվածքներով։ Եթե մենք վիրահատական բուժումը բաժանում ենք երկու մեծ խմբի՝ փակ վիրահատություններ, էնդոսկոպիկ, տվյալ դեպքում կոչվի մեր պրակտիկայում կոչվի արթրոսկոպիկ, այսինքն արթրո բառը հունանիսկ թարգմանենք կլինի հոդ,
եւ հոդի զննումային վիրահատություններ։ Պացիենտները երբեմն շփոթում են, ասում են լապարոսկոպիկ եք անում։ Լապարո նշանակում է որովայն, այսինքն դա վիրաբույժներն են լապարոսկոպիկ, այսինքն բոլորը էնդոսկոպիկ վիրահատություն են խմբել։ Սա արտրոսկոպիկ վիրահատություն է։ Փակ վիրահատություններ եւ բաց վիրահատություններ։ Եվ մենք ունենք միջանկյալ վիրահատությունների խումբ, որոնք կիսաբաց են եւ կիսափակ են, այսինքն արդյունքում մենք կտրում ենք, բայց օգտվում ենք էնդոսկոպիկ, այսինքն ներհոդային գործողությունները էնդոսկոպիկ ենք անում, եթե վիրահատության տվյալ տեսակը պահանջում է նաեւ արտահոդային բաց վիրահատություն իրականացնել, այսինքն սա կոմբինացված։ Եվրոպական երկրներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրանք հստակ գրադացիա ունեն։ Եթե պացիենտին նայում են, ռենտգեն հետազոտությունը արված է, կապ չունի, նայեցին, գնահատվեց արտրոզի։ Դա իրենք պրոտոկոլներով գնում են։ Ասում են գնացինք վիրահատական բուժման։ Ոչ վիրահատական բուժման։ Միջանկյալ ոչինչ չունեն։ Իրանք պացիենտի չեն քննարկում ընդհանրապես, որ հնարավոր է տեղ ներարկել, ֆիզիոթերապիա անել եւ այլն։ Այ բժիշկները հնարամիտ են, պրոտոկոլներ շրջանցում են հանուն պացիենտի, միանշանակ մենք աշխատում ենք պացիենտի մոտ հնարավորինս երկար անատոմիական հոդը պահել, որտեղ իրենց անատոմիական հոդը դա այն կառույցն է, որը ոչ մի կերպ չի կարելի կրկնել արհեստականով։ Բժիշկ, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր եւ ամփոփելով եկեք էլի գանք Հիպոկրատին, որ չթերագնահատենք հոդերը, հենաշարժողական համակարգը, որովհետեւ հենաշարժողական է, հենվում ենք, շարժվում ենք, այո, ամեն ինչն է։ Ցիրտը կարևոր է, գլուխը կարևոր է, բայց հենաշարժողական համակարգը պակաս կարևոր չէ։ Շատ շնորհակալ եմ, շատ իսկապես հանրամատչելի բացատրեցիք եւ մենք երկար այս հաղորդման դրվագները կօգտագործենք դետալ 35 վայրկյաններով մարդկանց հասցնելու, սովորեցնելու, կրթելու, իրազեկելու, որ այս համակարգն էր կարևոր։ Ես եմ շնորհակալ եմ հրավերքի համար եւ հուսով եմ մեր այսօրվա եթերը կլինի նաեւ ուսուցողական մեր ժողովրդի համար եւ հուսով եմ որ մենք տվեցինք որոշակի ինֆորմացիա մարդկանց պահելու, խնայելու, ինչպես անել որ հոդերը, մկանները եւ մնացած համակարգը ավելի առողջ բան։ Դուք ասացիք, որ արդեն 3 վիրահատություն եք արել, ինձ դա անհավատալի թվաց, ճիշտն ասեմ, բայց համել դե ոնց չհավատամ Հարգարժան բժշկի խոսքին։ Միանգամից ոնց որ գանք թեթև վիճակագրության, ձեր հիվանդների քանի տոկոսն են, որ ավագ սերունդն է։ 65+։ Ավագ սերնդի դիմելիությունը բնականաբար գերակշռում է մոտավորապես 60-ից 70%։ Որտեղ ավագ սերնդի պացիենտները հիմնականում հանդիպում են քրոնիկական խնդիրներով, հոդային քրոնիկական խնդիրներով մեզ են դիմում։ Եթե մենք համեմատում ենք երիտասարդ սերնդի պացիենտների հետ, այսինքն դիմելիության տեսանկյունից գրեթե կրկնակի անգամ գերակշռում է դիմելիությունը։ Կեսից ավելի 60-70%-ը 60-70% մոտավորապես։ Այո, որտեղ քրոնիկական խնդիրները շատ են, հանդիպում ենք նաև շատ բաստողած դեպքեր եւ հաշվի առնելով այն փաստը, որ մեզ մոտ ընդունված է ասել դանակը ոսկրին հասնել եւ այլն, այդպիսի հասկացողություն ունենք, որ պացիենտը մինչեւ չի վերջի, այսպես ասած, բանին չի ասում, չի դիմում բժշկի։ Այդ ֆակտորը իհարկե երկրորդային առումով գործում է Հայաստանի Հանրապետությունում հայ ազգի ժողովրդի համար եւ հանդիպում ենք նաեւ բազմազան բաց թողնամաս դեպքեր, երբ որ արդեն իսկ զարգացած հիվանդությունը կա, 3-րդ աստիճան, 4-րդ աստիճան, եթե մենք խոսում ենք օրինակ արտրոզի մասին, կարող է պացիենտը մեզ դիմել արդեն 4-րդ աստիճանի արտրոզով, երբ որ բժիշկը ոչինչ ուղղակիորեն չի կարող անել։ Այսինքն սա մեզ համար հանդիսանում է բաց թողնված դեպք եւ միակ բանը որ կարող ենք անել, ուղղակի փոխել հոդը եւ դնել արհեստական հոդ։